Հարգելի հեռուստադիտողներ, ասում ենք բարի առավոտ, եթե ընտրել եք Ֆորտունա մարզային առավոտը արդեն եթերային տարբերակով բաց սենյակում է սկսված եւ բոլորիդ մաղթում ենք հայտելյան ակնկալներով լեցուն շաբաթ լավ օր եւ իհարկե միմիայն ուրախ տրամադրություն։ Իսկ այսօր Էդգարը շատ ավելի ուրախ է, քան երբևէ, այսօր նրա մոտ բոլոր ապրումները խառնվել են, քան երբևէ, որովհետեւ այսօր նա պետք է բարևի ու միանգամից անցնի մի կարևոր խոսակցության, որն իր կյանքի ամենակարևոր իմաստներից մեկն է։ Այո, Էդգար, դու կապի մեջ ես։ Այո, շնորհակալություն այդքան կարևորելու համար, խոսքը Angry Birds խաղի մասին է, այո, ես իհարկե գաղտնիք չէ, որ շատ եմ սիրում Angry Birds խաղը, իմ ամենասիրելի խաղն է, բայց այնպես չի, որ մահանում եմ եւ այդ խաղի համար Անահիտ ջան։ Ուրեմն Նյու Յորքի Կորնելի համալսարանի գիտնականները մի շատ հետաքրքիր հետազոտություն են անցկացրել եւ պարզվել է, որ Angry Birds-ը կարող է թուլացնել ցավը, երբ որ մարդու հետ որոշակի վիրահատական գործընթաց է տեղի ունենում, պրոցեդուրա է տեղի ունենում եւ փաստորեն նրանք մարդկանց ընտրել են 4 խմբի համար նախատեսված մարդիկ, բաժանել են ավելի ճիշտ 4 խմբի եւ այդ մասնակիցներից ոմանց նրանք տվել են Angry Birds տվել են պլանշետներ, տվել են հեռախոսներ, որտեղ կարող են նրանք Angry Birds խաղալ։ Մի խմբին ասել են, որ դու կարող եք ձեր բարեկամների եւ ընկերների հետ SMS հաղորդագրություններ ուղարկել, մի խմբին ուղղակի անծանոթների հետ են ասել պետք է շփվեք եւ հաղորդագրություններ ուղարկեք, իսկ մյուս խումբը, 4րդ խումբը ոչ մի բանով այդ ժամանակ չի զբաղվել։ Եվ հետաքրքիրն այն է, որ այն մարդիկ, ովքեր SMS հաղորդագրություններ են ուղարկել եւ խաղացել են Angry Birds խաղով, նրանց մոտ 50%-ով պակաս է եղել ցավի զգացողությունը, հա, այսքան հետաքրքիր բան է։ Ես էլ ասում եմ ինչի է, երբ որ երեխաներից գալիս են կծում են, խփում են, կամ ինչ-որ այսպես անցնում են, որովհետեւ Angry Birds խաղի ժամանակ ոչինչ չեմ զգում, ահա, փաստորեն Կորնելի ես չգիտեմ այս հարցը եթե կհեռարձակվի, թե հանկարծ էլեկտրականությունը կգնա, բայց ես ուզում եմ հասկանալ դու կյանքում ես կատաղած ցիտիկներին սիրում։ Ոչ, Անահիտ, այդ դեպքում ես զերծ եմ ցիտիկներից։ Իհարկե սա շոկի է բերում այս, երբ որ Անահիտը խոսում է ցիտիկներից, իդեպ քանի որ խոսեցինք ցիտիկներից, մի շատ հետաքրքիր պատմություն եղավ վերջերս։ Ուրեմն ընկերոջս հետ գիշերը գրեց, Էդգար ինչու ես զբաղվում, ասի դե ֆիլմ ամեն օր ես ֆիլմ եմ նայում, ասի այսօր չասեցի ֆիլմ նայեմ, ընկերներից նորություններն եմ նայում եւ ծտերով եմ զբաղվում։ Եվ ընկերս չգիտի որ Angry Birds նշանակում է ցիտ եւ մոռացել որ ես, այ կատաղած ցիտ։ Եվ սելը խորանալ Էդգար գործ չունես, ինչ ծտերով ես զբաղվում, ասի ուզում ես նկարները քաշեմ, տամ վայ ես չեմ ուզում բան, եւ վերջ քաշեցի այդ ծտերի նկարները ուղարկեցի, նա նոր հասկացավ եւ մի մեծիծաղ, մի ուրախություն, այսպես պարզվեց որ ծտերը ինչպես Անահիտը, էլի մարդիկ կան որ ծտերը ասելով ուրիշ բան են հասկանում, բայց իրականում կատաղած ծտեր դա նշանակում է հենց Angry Birds խաղը։ Մի խոսքով այստեղ կարելի է ենթադրել վատ խաղեր, ես խորհուրդ չեմ տալիս, անկախ նրանից թե բժիշկներն ասում են, որ դա վիրահատության ընթացքում այն մարդը գոյություն ունի անզգայացում, տեղային եւ ոչ տեղային, ինչու պետք է կատաղած ծտերը գանոթություն։ Օրինակ դու ընտրել ես այդ տարբերակը, դրա համար մենք արդյունքը տեսնում ենք հիմա ինչ է եղել։ Շատ ժամանակ մարդու բաներ ազդում են։ 788 վիրահատություններն անցել են կատաղած ծտերի անմիջական միջամտությամբ։ Տեսնում ենք ինչ կարող է կատարվել վառ օրինակ Անահիտը, ինչ կարող է կատարվել մարդու հետ, երբ այդքան տեղային եւ ոչ տեղային անզգայացումներն անում։ Դա իհարկե ազդում է մարդու ինտելեկտուալ մասի վրա, բայց ամեն դեպքում կարող են գնալ առաջ եւ վայելել գեղեցիկ տեսանյութ։ Ինչպես ասում են Հարգելի հեռուստադիտողները բոլորիդ մաղթում ենք իսկապես բարձր տրամադրություն, թող այսօր ժպիտը ձեր դեմքից անպակաս լինի եւ հավատացեք, որ կյանքին եթե նայում եք լավատեսորեն ու ժպիտով, ուրեմն կյանքն իր հերթին ժպտում է ձեզ ու փորձում ամեն ինչ անել, որպեսզի դուք միշտ լինեք ուրախ տրամադրության էպիկենտրոնում։ Այո։ Այո, եւ հետաքրքիր է, որ ասեցիր մեր հիմիկվա թեմայի եւ ժպտալու հետ կապված մի անեկդոտ կա, ասում է այն աղջիկը, որ շինարարության տակով անցնում էր եւ նրա գլխին բան ընկավ այդ բանին նա ժպտալով անցնում էր, բայց հետո չիմացանք ինչ է լավ, ասում են նա ինչ է, հիմա ժպտում է։ Իսկապես։ Կյանքումս այդպիսի անեկդոտ լսած չկա։ Այստեղ հարցը այնքան անեկդոտը չէ, ինչքան որ սա գրել էին որպեսի բռնի թեմա է Անահիտ ջան։ Սավանդիզմի մասին է այդպես գրում։ Ինչ։ Դու հաճախ ես այդպես գրում, որ թեմայի հետ բռնի Էդգար ջան։ Այո, ես միշտ փորձում կապել թեմայի հետ Անահիտ ջան։ Իսկապես, ես հիացած եմ։ Մնում է հավատալ, որ Էդգարը մի օր կանցնի այն մարդկանց շարքերը, որոնք տարապում են սավանտիզմով, դա հանճարեղության կղզին է։ Հարգելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ խոսել այս պայն ավելի լուրջ իրադարձության մասին, որը Էդգարից շատ հեռու է եւ առհասարակ նման
գործոնները կարող են նաև ունենալ իր լավ ազդեցությունները։ Էդգար, խնդրում եմ մի հուզվի կյանքում ամեն ինչ անցողիկ է։ Երիտասարդ ամերիկուհին, ով չի ցանկացել որևէ տեղ գրի առնվի իր անունը, գլխի վնասվածք է ստացել դահուկասահքի ժամանակ, ինչի արդյունքում գերբնական հատկությամբ է օժտվել։ Գերբնական հատկությունը նրա մոտ արտահայտվեց այսպես կոչված Սավանտի սինդրոմով, կամ հենց նույն ինքը Սավանտիզմով, դա հանճարեղության կղզին է եւ մարդ այնքան գիտակ է, այնքան ամեն ինչ կարողանում է հասկանալ, իմի բերել կշռադատել, որ հենց հանճարեղներ են։ Այսպիսի մարդիկ աշխարհում արձանագրված են միայն 50-ի մոտ։ Այսպիսի սինդրոմ։ Սա հազվադեպ համախտանիշ է, որից տառապել էր նաև հենց ամերիկուհին, ով չի ցանկացել նշել իր անունը, որովհետև դա դժբախտ պատահարի հետևանքով է եղել։ Անայ ջան, դժվար է քո դեպքում պատկերացնել, բայց եթե հանկարծ սավանտիզմի հանդիպես, մոտ ինչ քեզ ինչ կարող է զարգանալ։ Հաստատ քեզ կվերացնեմ այս տարածքից։ Հաստատ, ուրեմն խուսափենք Անայտին այնպեսի գլխի մի որը ծանր բանով հարված չստանա, հուսանք այդ օրը չի գա։ Ուրեմն ինչ է կատարում այդ վնասվածքից հետո այս աղջկա մոտ զարգացել է շատ ուժեղ այն աղջկա մոտ այդ աղջկա մոտ զարգացել է այո զարգացել է հիշողությունը եւ տեսողական հիշողությունը եւ նա հիշում է յուրաքանչյուր բան նրա հետ կատարված փողոցում նա տեսնում է հանդիպում է անցորդների կամ ինչ որ գրառում է կարդում յուրաքանչյուր բան ինչ նրա աչքը ֆիքսում է դա տպավորվում է նրա մոտ եւ բացարձակապես ոչ մի բան նրա հիշողությունից չի վրիպում հա այսպեսի հետաքրքիր բան է եւ կարեւորը նաեւ որ այս սինդրոմի դեպքում հարգելի հեռուստադիտողներ ավելի հին իրադարձությունները ավելի նորովի են ներկայանում այսինքն եթե օրինակ այս ամերիկուհին ավելի շատ, ավելի վաղ տեսած իրադարձություններն է փորձում հիշել։ Միաժամանակ նորերը որոշակիորեն մոռացում են, այսինքն գոյություն ունի նաև սինդրոմի այս տեսակը։ Բայց այս ամերիկուհու մոտ, որ Էդգարը շատ էր սիրում ասել, այ դա այն այս չգիտեմ ինչ, ամերիկուհու մոտ հակառակ տեսակետը չի եղել, այսինքն նա միանշանակ, միաժամանակ հիշում էր ամեն մի բան։ Դե իհարկե կապված է սա նրա հետ, որ մարդու ուղեղը 100%-ից աշխատում է միայն սովորական մարդկանց մոտ 3-4, իսկ խոսքի ավելի զարգացած օրինակ իմ եւ գիտնականների մոտ 7-8%։ Այդ դեպքում է սիրում, չէ՞ քեզ։ Հիացած եմ, կյանքում նման։ Այս դեպքում արդեն մարդու ինչ որ ուղեղի վրա այսպես ասած բսկտումներ կամ ինչ-որ բան լինելով այդ մնացած մասերն են սկսում աշխատել։ Դա ճիշտ է, որ դու այնքան հանճարեղ ես, որ կարող ես այնպես անել, որ ես հիմա այստեղից հեռանամ ու իմ փոխարեն հայտնվի եւս մեկ Էդգար։ Այո, իհարկե։ Դե փորձիր։ Ռեժիսորի խնդրենք այս հարցում ինձ օգնի, իսկ հիմա պետք է դիտենք Վարսահարդարում, տեսնենք ինչ են առաջարկում մեզ հմուտ ձեռքերը։ Անկամ հուսեր անել չգիտես։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե այս պահին նախաճաշում եք, սրճում եք, ձեզ մաղթում ենք հաճելի զգացողություններ, բարի ախորժակ եւ այս պահին մենք պետք է խոսենք նաեւ գիտական միտացության մասին, որն արվել է գիտնականների հերթական ուսումնասիրությունների եւ պարապ մնալու արդյունքում։ Բայց պարապ մնալու արդյունքում ինչու եմ ասում, որովհետեւ ես ու Էդգարը վիճում էինք ճիշտ ասած ընթացքում եւ որ Վարսահարդարում էինք ձեզ առաջարկել, վիճում էինք թե ինչպես կարող է նման բան լինել, որովհետև սկզբից այնքան էլ ճիշտ չէինք հասկացել, այսինքն մարդ հիմա կբացատրենք եւ ավելի པարզ կլինի, թե ինչի մասն ենք խոսում։ Գիտնականները պարզել են, որ գանգուղեղային վնասվածքների ազդեցությունը կյանքի տևողության վրա բավականին մեծ է։ Մասնագետներն ուսումնասիրել են 7-ից 12-ից 17-րդ դարերում դանյոն բնակված տղամարդկանց աջունները, հատուկ ուշադրության տակ պահելով բուժված գանգուղեղային տրավմաների հետևանքով կմախքներին եւ պարզել է, որ բոլոր նրանք, ովքեր գանգուղեղային վնասվածք ստացել են ավելի երիտասարդ հասակում, հետևաբար նրանց կյանքի տևողության վրա ուրույն ազդեցություն է ունեցել։ Այսինքն հատուկ սինդրոմով ձևավորված անպայմանացնել է եւ հետագայում արդեն միանշանակ նրա կյանքի տևողությունը տուժել է։ Պարզվել է նաեւ, որ նման վնասվածքներ ունեցող մարդկանց վաղաժամ մահվան հավանականությունը 6.2 անգամ բարձր է, քան ամբողջական գանգ ունեցող դանիացիների մոտ։ Մենք հիմա ասած կան։ Ամեն դեպքում գույտ են արել դանիացի գիտնականները, որովհետև իհարկե եթե մարդու գլուխը վնասում է, շատ ավելի հավանականությունը մեծ է, որ նա կմահանա։ Եվ հատկապես ավելի է մեծ հավանականությունը, որ նա քիչ կապրի, եթե նա երիտասարդ հասակում է ընկել կամ գուցե ուղեղի ցնցում է տարել, բայց իր ազդեցությունը հաստատ ունում է կյանքի տևողության վրա, այսինքն լուրջ վնասվածքներ գուցե եւ եղած չլինի, բայց ամեն դեպքում ազդում է մասնավորապես 6.2 անգամ էլ բարձր է այս հավանականությունը։ Ամեն դեպքում նաեւ գիտնականները հավելում են, որ ներկա
Նախկա ժամանակներում 2 անգամ ավելի պակասել են մահացությունները գանգուղեղային վնասվածքի դեպքում եւ գանգուղեղային վնասվածքը բոլոր տեսակի մեխանիկական վնասվածքներից ամենատարածվածն է։ Վնասվածքը հեշտ է ավտովթարի կամ ընկնելու դեպքում ձեռք բերել, նաեւ արդյունքում կարող է առաջանալ ուռուցք։ Հիպոֆրիզի միկրո եւ մակրո ադենոմաների ձևավորմանը նույնպես կարող է այն նպաստել։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես նաև քանի որ խոսք ընկավ վայր ընկնելուց, հաճախ մեր տատիկներ մասնավորապես, երբ որ գլուխը հարվածում են երեխաները, փոքր երեխաները, երբ որ գլխով խփում են հատակին կամ գետնին, նրանք շտապում են էլ շաքարավազ լցրել, էլ մեղր լցնել, էլ չգիտեմ, բոլոր հնարքները տնական։ Մասնագետները շտապես խորհուրդ են տալիս, որ այս դեպքերում հեռու մնալ բոլոր գործողություններից, որոնք գուցեև իրենց վնասակար ազդեցություն ունենան, բայց դուք չպատկերացնեք, որ դա կարող է այդպես լինի։ Ինչու է զարմացած։ Ես ուղղակի ամենայն անկեղծությամբ ցավում էի, որ այն ժամանակ որ դու ընկել ես քո մոտ մարդ չի եղել, որ բարձրացնի։ Իսկապես, դու այսքան ժամանակ այդ լուրջ ճպճպ աչքերով դա ես մտածում։ Այո։ Ասեմ, որ ես հիշում եմ Էդգար, ես երբ որ ընկա, իմ կողքը բոլորը կային, այն երբ որ դու ընկար, մինչև հիմա ընկած ես։ Սիրելի հեռուստադիտողներ, այժմ գնում ենք տեսանյութ եւ տեսնենք թե ինչ է պատրաստել մեզ համար Անին։ Զգույշ եղեք, ոչ վար չընկնեք։ Այշուր։ Հարգելի հեռուստադիտող բարեկամներ, այս պահին ամենաներից պետք է խոսենք, Լիանան արդեն մեզ մոտ է, Լիանա ողջույն։ Ողջույն։ Ամենա ինչ ես առանձնացրել այսօր։ Խոսքս գնալու է երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի Ճապոնիայի լեգենդար վետերան Խիրո Օնոդայի մասին։ Նա հայտնի է դարձել նրանով, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո շուրջ 30 տարի չի հավատացել, որ վերջացել է պատերազմը եւ շարունակել է պայքարել։ Հիմա կասեմ, բանը նրանում է, որ 1944 թվականին նրանց ջոկատը հետախուզական նպատակներով գտնվում էր Ֆիլիպինյան կղզիներից մեկում, Լուբանկ կղզում, եւ նրանց հրամանատարը հայրենիք մեկնելուց առաջ հրամայում է իր ջոկատին, որպեսզի պայքարեն մինչև վերջին զինվորը։ Եվ նրանք պայքարում են, պատերազմը ավարտվում է, բայց շարունակում են պայքարել, չհավատալով, որ ավարտվել է։ Իհարկե ամերիկյան ինքնաթիռները նամակներ են ուղարկում, որպեսզի հայտարարում են դրանով, որ ավարտվել է, որ պետք է հանձնվեք, բայց նրանք չէին հանձնում եւ պայքարում են մինչեւ վերջին զինվորը։ Եվ այնպես է ստացվում, որ հենց այդ վերջին զինվորը լինում է Օնոդան։ Նա նույնպես պայքարում է, նրան ոչ մի կերպ չեն կարողանում ստիպել, որպեսզի հանձնվի։ Չիպը վառել էր։ Շարունակում են, այո, կղզու վրա նամակներ նետել, թերթեր թողնել, որպեսզի նա կարդա եւ հասկանա, որ իրոք ամեն ինչ վերջացած է։ Եվ այսպես նա շուրջ 30 տարի պայքարում է եւ ամերիկյան թե ֆիլիպինյան զորքերը չեն կարողանում նրան գտնել, քանի որ նա այդ տեղանքին շատ լավ էր ադապտացվել եւ կարողանում էր թաքնվել շատ լավ։ Եվ ի վերջո 1959 թվականին իրան մահացած են ճանաչում, բայց անցնում է մի քանի տարի, 1974 թվականին ճապոնացի մի բնագետ այդ տարածքներում ուղղակի հետազոտություններ կատարելիս հանդիպում է Օնոդային եւ նա եւս պատմում է իրավիճակի մասին, որ ամեն ինչ ավարտվել է եւ այլն, կրկին չի հավատում Օնոդան եւ ասում է մինչեւ իմ հրամանատար իր հրամանը չեղյալ չհայտարարի, ես չեմ նահանջի։ Այո։ Նրա հրամանատարը այդ ժամանակ երկնքում էր արդեն։ Ոչ։ Փաստորեն այս ինչքան սուր է քո տրամաբանությունը, զարմացած եմ, ապշած եմ, հիացած եմ։ Բնագետը ետ է վերադառնում, ամեն ինչ պատմում է Ճապոնիայի իշխանությանը, նրանք մի կերպ գտնում են այդ նախկին հրամանատարին, նրան այդ թվականների զինվորական հագուստ են հագցում եւ ուղարկում են կղզի եւ վերջապես Օնոդան ստանում է իր այդքան երկար սպասված հրամանը հանձնվել։ Ամոթ ջոկատի գլուխը կերել է, վերջում այո, շատ հազարավոր նման չէ։ Մարդիկ են։ Նրան իհարկե վերջին ծիտը կարողանում է ինչ-որ բանի հասնել։ Այո։ Իհարկե նա հանձնվելուց հետո նրան մահապատիժ էր սպառնում, բայց Ճապոնիայի իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի նրան ողջ առողջ հայրենիք վերադարձնի։ Նման է համակարգչային համակարգի ծրագրավորում ես ու հետո չես կարող վերածրագրավորել։ Ավելի լավ է ես վառվում է։ Ես ոչինչ չասեմ։
Ավելի լավ ոչինչ չես ասում։ Այնքան հրաշալի է դու որ ոչինչ բան չես ասում Անահիտ ջան։ Էդգար քո երազանքը այդքան ավարտվեց, Լիանա ջան ասում ես այսքանը թե չայսքանը։ Երկու բառով ամփոփ եմ։ Նա վերադառնալով հայրենիք չի կարողանում ադապտացվել տվյալ իր պայմաններին եւ գնում է Բրազիլիա, այնպիսի տարածք է ընտրում, ռանչո է ընտրում, որտեղ բնություն կա, կենդանիներ, բայց Էդգարն այնտեղ չէր։ Ոչ։ Լավ է վերջացել ամեն ինչ։ Բայց գոնե Բրազիլիայում հավատում են որ պատերազմը ավարտվել։ Իհարկե արդեն քիչ-քիչ հավատում է դրան եւ նա նույնիսկ վերադառնալով հայրենիք մի շարք աշխատություններ գրքեր է գրում իդեպ վերնագրում է այսպես ամենահայտնիներից մեկը իմ 30-ամյա պատերազմը վերնագիրներ գրում եւ չհանձնվել Այստեղ Օնոդայի եւ Անահիտին ի՞նչն է միավորում երկուսը էլ ամենաանհավատ մարդիկ են այս երկրագնդի Անահիտ իդեպ դյուրահավատ մարդ ես Լիանա Երբեմն այո, դառնում եմ այդպիսի, երբեմն չէ։ Ես ուզում եի ասել, որ եթե տարածքում կան մարդիկ, ովքեր այնքան էլ չեն հավատում, այսինքն անհավատ են, չգիտեմ ուրեմն նրանցից մեկի անունը հաստատ բաց մազերով եւ կանաչ աչքերով Էդգարն է։ Իսկ մենք շարունակում ենք բացինյակը։ Չգիտեմ որտեղ է գտնում այդ կանաչ աչքերով Էդգարը, որովհետեւ այս Էդգարի աչքերը կապույտ են։ Իսկապես։ Ես գույները Երբ շատի օրերը չեմ տարբերում։ Դու ոչ մի օր չես տարբերում Անահիտ ջան, դա գաղտնիք չէ։ Էդգար, ես ուզում եմ քո երկու մենք բացահայտում ենք, որ դու ոչ մի գույն չես կարողանում տարբերել։ Հարգելի հեռուստադիտողներ, անկեղծ եթե ասեմ, հիմա պետք է ասեմ անկեղծ։ Ուրեմն Էդգարը եթերից առաջ ասաց կներես էլի, պետք է քեզ խնդրեմ, աղաչեմ, պաղատեմ, որ եթերում ասես, որ իմ աչքերը կանաչ է, որովհետև մեկը կա, ում խաբել է։ Դե արի այս մարդու հետ հավատի մասին խոսիր։ Մնացեք մեզ հետ։ Ֆորտունա լոռու մարզային հերթստանկերության եթերային աշխատանք շարունակվում, ասում ենք բարի առավոտ, եթե հենց նոր եք միացրել ձեր հեռուստացույցը ու արդեն գտնվում եք Ֆորտունա մարզայինի հետ։ Հարգելի հեռուստադիտող բարեկամներ, մենք այս պայն սիրով պետք է ներկայացնենք մեր հյուրին եւ իհարկե ես եմ չէ ներկայացնում։ Իհարկե Անահիտ ջան։ Շատ բարի եք Էդգար ջան, շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, Բացենյակի տաղավարում սիրով հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանին։ Բարի լույս։ Բարի լույս ես։ Բարի լույս։ Ոնց եք։ Ամեն ինչը լավ ասցիր, բայց մի հատ էլ բան կա, որ չասցիր էլի։ Արտավազդ մրցանակի տակ։ Արտավազդ մրցանակի դափնեկիր։ Մեր օրերի ամենափափագելի արձանիկը կամ մրցանակը։ Այո։ Տրամադրություն ճիշտ է եթերից առաջ դուք հուշեցիք ինձ, որ ես չհարցնեմ ոնց եք, բայց ոնց եք։ Սփյուռ կա Երևանում, կզանգեք իմանաք ոնց եմ, ես շատ եմ իմանում ոնց եմ։ Իսկ եթերի ընթացքում կարող եմ զանգել։ Շնորհակալ եմ։ Գաղտնի կարող եմ ասեմ, լավ եմ, որովհետև գտնում եմ Վանաձորում։ Շատ լավ, շնորհակալություն։ Հրաշալի, ամեն դեպքում Վանաձորը իր մտնորդը բերել է պարոն Ծատուրյան մեջ։ Պարոն Ծատուրյան, երկար ժամանակ նաև Գյումրիում եք եղել, աշխատել եք գեղարվեստական ղեկավար Աչեմյանի անվան թատրոնում։ Ինչ փոխեց կյանքում Աչեմյանականները։ Հիմա խորհրդական եմ, գեղարվեստական խորհրդական չթողեցի, որովհետև շատ կապվեցի թատրոնի բնականաբար, քանի 10 տարուց ավել այնտեղ եմ։ Եվ շատ սիրեցի թե Գյումրին եւ թե իմիջիալոց Վանաձորը ինչ եմ ասում, որտեվ մայրս բան էր բիոլոգ էր եւ այստեղ միջատաբան էր այդ։ Եվ ամեն տարի գալիս էր այստեղ փորձադաշտերում եւ ես էլ 15 տարի անընդհատ 3 ամսով ինձ բերել է այստեղ։ Մի հատ բալում խնձորուտ գյուղ կար մի հատ։ Ես այնտեղից եմ։ Էդգարն այնտեղ։ Հա, եւ 15 տարի անընդհատ այստեղ եմ եղել եւ արդեն նենց սովորել էի նա խոսել էլի։ Ունենց շատ հետարքիր բաներ, մենք խազյայկա ունեինք, խազյայկի տղան էլ Ուրաշիմա էր։ Հայրն էլ այստեղ կուլտուր կոչվում, կուլտուր։ Դրա պահակներ։ Այտա, ալար էվը։ Ակամ ինչ անեմ։ Եգի միրադի բրախյար էվը։ Բաց, սանընդատ էպ է լսում ունեց։
ականջիս մեջ լցվեց արդեն այդ։ Եվ իսկապես շատ եմ սիրում լոռեցիներին, որտեվ փափուկ մարդիկ են շատ, հետո շատ եմ սիրում սպիտակամաշկ։ Այս լոռին այդ դու ես տես սպիտակամաշկ ես։ Այսօր էլ գնացել էի այդ Շարլ Ազնավուրի բանը կուլտուրայի պալատա եւ տեսա աղջիկներ տղաներ էին ապարում քեֆս բերեց սիրուն հաճելի սպիտակամորթ կապուտաչա իսկապես շատ լավ ժողովուրդ է շատ փափուկ շատ հաճելի է գյումրեցիները ավելի պինդ են ավելի բան են այդ բնությունը շատ ազդում ստեղի անտառը կանաչը բանը բերում է այդ փափկությունը ընդեղել են քարը բանը բերում են բնությունը շատ հետաքրքիր է Քանի որ խոսք գնաց արդեն մշակույթի պալատում ձեր հյուրընկալության մասին, նաև հորովել երգի պարի անսամբլի մասին։ Առհասարակ խումբ, հա, ձևավորված աշխատանքային կոլեկտիվ, որ ազգային է պահում։ Ինչպես է գնահատում այս քայլը նրանց կողմից, որը եւ երգն է պահում։ Ոնց կարելի է լավ չվերաբերել ազգայինին։ Մանավանդ երբ որ փոքր ազգա, դա շատ կարևոր է ազգայինը պահպանել, որովհետեւ ցավոք սրտի հայերը անընդհատ կոչում են, գնում են եւ այնտեղ էլ սկսում են կարոտախտով տարապել, մասիսներ են կախում պատերից, խաչքարեր, բաներ, ես մի շատ տաղաճությամբ եմ այդ բանին նայել, որովհետեւ դե եթե այդքան պետք է տարապես մի գնայելի ոչինչ տեղ տարապի Չէ, գնում են ընդեղ են տարապում կարոտախտով, թե ինչա այնտեղ փողը մի քիչ շատ է, ախր փողի մեջ չէ ամեն ինչ է։ Չնայած կարևոր բան է, բայց եւ եղել եմ Նյու Յորքում եմ եղել, Լոս Անջելեսում եմ եղել, Թուրքիայում եմ եղել, եւ տեսել եմ էլ այնտեղի այդ հայերը ոնց են տարապում։ Իմ աղջիկը որ գնաց Ամերիկա, ես ասացի աղջիկ ջան, ինչքան մնում ես մնա, մոռացի որ հայ ես։ Մոռացի, դարձի Ամերիկայի ազատ քաղաքացի, ոչ թե նենց։ Եվ հետարքին էր, որ Գլենդելում չգնաց տուն վարձով ապրեց, այլ մի տեղ, որտեղ երկու անգամ ավելի թանկ էր։ Տան վարձը $900 էր, եթե Գլենդելում 400 էր, ընդեղ 900, բայց ոչ մի հայ չկար, եւ ուներ ընդամենը երկու ընկերուհի, նրանց հետ էր։ Եվ չէր տառապում այդ։ Հիմա վերադարձավ։ Ասի բան չէ, եկար, ասում հոգնեցի Ամերիկայից։ Հիմա լրիվ ասի, այ մի նորից հայտարի։ Թե չէ այդ բանը եւ հիմա վերադառնանք դրան, բա որ ազգայինը իհարկե շատ կարեւոր է։ Եվ այսօր ես Երևանից եկել եմ նայելու փորձը եւ ասեմ որ շատ հաճելի տպավորություն ստացա, այնքան լավ էին ապարում, այնքան դեմքերի արտահայտությունը, այս լավ ժպիտով, լավ բանով եւ նա կայֆ էի բռնում դրանից, ինչը որ շատ կարեւոր է։ Եվ ասեմ որ շատ լավ միջոցառում է, որովհետև 3 խումբ միավորվել են իրար, միաձուլվել են, այստեղի թատրոնի դերասանները, Գյումրիի թատրոնի եւ Հորովելը իրար հետ շատ հետաքրքիր միջոցառում է եւ տա Աստված, որ այդ միջոցառումը դառնա այն, ինչ ես ուզում եմ որ լինի, բարձր մակարդակի եւ շատ հաճելի է որ գնալու են Ղարաբաղ, հետո գալու են Ղարաբաղ-Չներողություն Արցախ։ Հետո գալու են Գյումրի, այսինքն շրջելու են եւ կուզենայի շատ էլ որ Երևան էլ գային, որտեղ իսկապես նախաձեռնությունը շատ հաճելի է։ Մայիսի 17-ին կլինեք այստեղ։ Ամեն ինչ կանեմ լինեմ, չնայած իմ դիպլոմային աշխատանքի ինստիտուտի, բայց թքած դիպլոմային աշխատանքի։ Պարոն Տատրյան, գալտասյոտին, այո։ Խոսեցինք ուսանողներից, դիպլոմային աշխատանքից եւ արդեն երկար մի քանի տասնամյակներ դասավանդում եք Թատերական ինստիտուտում, կա տարբերություն այն ժամանակվա դիմորդների ուսանողների եւ հիմիկվա։ Իհարկե կա շատ մեծ տարբերություն։ Եվ լավ եւ վատ։ Ուրեմն վատը ինչն է, որ մենք էինք սովորում։ Մենք գիտեինք, որ մենք մեզ նշանակելու են կոնկրետ տեղ, օրինակ ինձ երբ որ ես ավարտում էի նշանակեցին Կիրովական։ Բայց հետո այնպես ստացվեց որ ժամկետները խախտվեցին, բան ես Երևանում արեցի իմ դիպլոմայինը, բայց ուղղորդում էինք ես շատ կոնկրետ։ Էլ չեմ ասում որ օրինակ 4-րդ կուրսում ռեժիսորական բաժնում էի, մի ամիս ուղարկում էին Մոսկվա պրակտիկայի ներկայացումներ նայելու, այսինքն բավական լուրջ էր դրված։ Հիմա չէ, հիմա արդեն դե ոչ փող կա, ոչ բան կա։
Իսկ լավ ինչ է, իհարկե ժամանակները փոխվում են եւ այդ որ նրանք գիտեին, որ պահանջարկված են, ավելի կպացեին սովորում։ Այսօր գիտեն, որ ավարտեմ հետո ինչ եմ անելու, չգիտեմ։ Եվ հիմնականում գիտեմ, որ այդ անտեր մնացած սերիալներում են խաղալու, ինչ եմ ասում անտեր մնացած, ես սերիալին դեմ չեմ, դեմ եմ այն որակին, որ մեզ մոտ այդ սերիալներին է շատ տահաճ վիճակ է։ Գիտեմ, որ գնալու են այնտեղ գոնե փող աշխատեն։ Ես էլ մի ծանոթ ունեմ, որը մի հատ շատ հետաքրքիր բան ասաց, ես լավ ծրագիր ունեմ սերիալների հարցում։ Ասի ինչ ծրագիր է, ասաց 2 կետից։ Թող նկարեն, որ դերասանները փող ստանան։ Ասի, հա, բայց հետո երկրորդ կետի ինչ ասում, բայց չցույց տան։ Հետաքրքիր։ Այսօր շատերը ողոքում են, որ թատրոն գնացողների թիվը պակասել է, թատրական գործիչները շատ հաճախ ասում են, որ այսօր այն մշակույթը, որը կար առաջ, որոշակի ցածր աստիճանի վրա է իջել։ Այսօր ովքեր են թատրոն գնում եւ դուք ինչպես եք տեսնում այսօրվա ներկայացումների եւ մակարդակը եւ ասելիցը չի սենցոր։ մի քիչ համաձայն չեմ, էլի։ Ես մի քիչ համաձայն, մի քիչ համաձայն չեմ։ Ինչու։ Ուրեմն ասեմ, որ ես Գյումրի օրինակն եմ վերցնում, երբ որ ես եկա Գյումրի, սարսափելի վիճակ էր։ Այնտեղ տնօրենը, չեմ ուզում անուն ազգանուններ ասեմ, բայց ասում էր Գյումրի մարդ է մնացի որ քան թատրոն բանմա, եւ ես նույնիսկ այնտեղ հրաման արձակեցի, եթե 14 հոգի բեմում դալիճում նստածներ պետք է ներկայացում խաղանք։ Բայց որպեսզի չխաղան, այնտեղ սովորացրել էր, որ այդ բաները այդ տրնապանները ասեին, չէ ներկայացում չկա, որ թողնեն գնան։ Բայց պարզվեց, որ այդ նույն Գյումրիում, որտեղից էլի շարունակում են արտագաղթել ցավոք սրտի, հիմա մենք անցյալ տարի ստացանք առաջին տեղ հաճախելիության իմաստով։ Բրավո։ Եվ ասեմ, որ այսօր ներկայացումները, եթե գաք նայեք, 648 տեղանոց դահլիճում ամենակիչը 400 հոգի մարդ կա։ Այսինքն շատ է լավացել։ Իդեմս մեր Տիգրան Վիրաբյանի, որը մեծ գործ է կատարում, տաղանդավոր պրոդյուսեր է։ Այո, շատ։ Եվ Լյուդվիգ Հարությունյան, որին ես հանձնեցի իմ պաշտոնը, որտեղ շատ լավ երիտասարդ է, շատ շնորհքով բան, եւ շատ լավ ներկայացումներ կան իսկապես թատրոնում, շատ լավ անձնակազմ։ Հիմա էլ այնտեղ ներկայացում է անում Արթուր Սահակյանը, լիրարքա, եւ միշտ էլ հրավիրում ենք տարբեր բեմադրիչներ, որոնք կան տարբեր ոճեր բաներ։ Եվ շատ լավ միջալոց եւ մթնոլորտ է եւ շատ լավ գործունեություն։ Ուրեմն գոնե Գյումրիում ես տեսնում եմ, որ հետաքրքրությունը թատրոնի նկատմամբ շատ է աճել։ Դրան էլ նպաստեց նաեւ այդ դուետ փառատոնը, որը մենք այնտեղ կազմակերպեցինք, չնայած այս տարի էլ պետք է անեինք, բայց նախարարն ասում է, այս տարի շատ բան է, մյուս տարի կանենք։ Ես նույնպես մասնակցեցի։ Այո, մասնակցեցի։ Եվ երբ որ հեռուստատեսությամբ էլ հետո գնում էին քննարկումները, մեծ հետաքրքրություն առաջացրեց եւ հոսքը շատացավ։ Երևանում էլ ասեմ, որ բավական հետաքրքրությունը աճել է, որովհետեւ գոնե համազգային թատրոնը, որը միշտ իջնում եմ 10-ից հետո մի հատ նայում եմ, համարյա լեփրեցուն դահլիճ է։ Կա հետաքրքրություն ավելացել է։ Իսկ ինչ վերաբերում է քո երկրորդ հարցին, մակարդակի իմաստով, իհարկե շատ պետք է դեռ բարձրանա, որովհետև ես 70 տարեկան եմ, այդ ձեզ եմ ասում կախնի, ուրիշ տեղ չասեք, որտեղ ինձ բոլորը ասում են դու հեչ 70-ի տեսք չունես, 69 է։ Մենք 68 անգամ կասենք բարձր, իսկապես անկեղծ։ Ապրեսանական։ Հա, ուրեմն 70 տարիների ընթացքում ես աշխատել եմ Սուդուկյան թատրոնում 20 տարի եւ բախտ եմ ունեցել բեմի վրա տեսնելու Փափազյանին, ճիշտ է վերջին տարիներն էր, բայց էլի այնուամենայնիվ Վարան Փափազյանին, Դավիթ Մալյանին, Ավետիսյանին, այսինքն այդ մեծերին բաներին, Մետաքսե Սիմոնյանի հետ եմ աշխատել, իմ ներկայացման մեջ էր խաղում։ Այն ժամանակ հարկը դերասանի բարձր էր։ Այսօր ինչ ես ասում, դերասան հենց են անում։ Հետո ես մի հատ լավ անեկդոտ եմ հնարել, ասում, որտեղ եք աշխատում, ասում, թատրոնում, ասում, այդ հասկացա, որտեղ եք աշխատում։ Դες բաներ կան շատ անեկդոտներ կան, դատավորը ասում է, դուք
Ձեզ մեղավոր ճանաչում եք, որ հարբած վիճակում մտել եք թատրոն, ասում, այո, պարոն դատավոր, որտեվ հոյախ վիճակում այդ բանը մտքովից չէր անցնում։ Սենց անեկդոտներ կան։ Հա, բայց իհարկե ամեն ինչ պետք է անենք, որ նորից բարձրանա մակարդակը։ Ինչ է նշանակում բարձրանա մակարդակը։ Սուսը լավ խոսք ուներ Սարգսյան։ Այս անտեր արվեստը փողա սիրեմ է։ Գիտեք ինչու՞մն արծի, եթե ես գնամ ներկայացում նայեմ եւ տեսնեմ, որ կուլիսը պատրված է ներքևում, ես վատ եմ զգում, ոնց որ ինձ խաբել են, ես փող եմ տվել, մտել եմ, բայց Ամերիկայում ես երբ որ Նյու Յորքում բեմադրություն արեցի, այնտեղից ստանում էին ներկայացումներ էին նայում, այդ ինչ տեխնիկա է, այդ ինչ բան է, այդ ֆանտաստիկա։ Այսինքն պատկերացրեք, որ դատարկ բեմ դուրս են գալիս երկու սենց սուր բաներ ու սկսում են բացվել ու դառնում են հսկայական 5 մետր բարձրությամբ բարիկադ եւ մարդիկ դրա վրա բարձրանում են, իջնում են, հետո նորից հավաքվում է, գնում է եւ դատարկ բեմաբան, այսինքն մի տեխնիկա, ինչ լույսեր, ինչ հնարավորություններ, ինչ այդ ամեն ինչը մեզ մոտ դեռ շատ սաղմնային վիճակում է, ինչպես նաեւ ասեմ, որ իհարկե եւ դերասանական իմաստով դեռ շատ բան ունենք անելու։ Այդ թվում եւ ես էլ ես կարծեք որ հա ես բոլորի կնադատեմ, ես չեմ անում ինչ եմ, չէ, ես էլ շատ հաճախ անում ես ներկայացում, նայում ես, ես շատ հաճախ տեղեր կան, որ շատ եմ նեղվում, որտեղ դերասանը չի հասցնում այն, ինչ ես եմ ուզում։ Հետո գիտեք ինչ է, օրինակ ես բավական երևակայությունս բավական հարուստ է, բայց երբ որ չկան այդ միջոցները, քո երևակայությունը փոքրանում, բերում ես ու տեղորում ես լուսկուտուփի մեջ, որտեղ դե բա ինչ անես, բա ոնց անես, որտեղ փողը չկա, որովհետև հնարավորությունները չկան, որտեղ քեզ սենց դիմակ է պետք, իսկ այդ դիմակ սարքողը շատ փող է ուզում, սենց զգեստ եմ ուզում, բայց այդ զգեստը կարելու համար մեծ գումար է պետք։ Հետո սենց օրինակ մետրո թատրոնում, երբ որ ես ղեկավարում էի, տոպաս բեմադրեցի եւ բանին Ջանիբեկյան Մուրադին գլխավոր դեր ասցի Մուրադ ջան ինչքան փող ես տալի բնական է հարցնում է մարդը ասում ենք 3 ամիս կաշխատենք նո ամիսը $100 պետք է համաձայնվես ասեց լավ բայց 3 ամսում ներկայացումը չհասունացավ դեռ էլի էր պետք որտեղ բավական բայց փող չկա այլևս եւ ստիպված մի քիչ կիսատ գործը մեզ դուրս բերում այնիշ դեռ աշխատելու կար մոտավորապես մի 20 օր էլ որպեսզի հասցվեր այն մակարդակի ինչ որ պետք է մի խոսքով հսկայական խնդիրներ կան որոնք պետք է լուծվեն մեր նախարարությունը ավելի շատ զբաղված է միջոցառումներով քան ներկայացումներով դրանց կարծես թե ներկայացումները առանձնապես չի դարձնում միջոցառում իսկ միջոցառումը բանը հատնառազվի շպրից է էլի հա մի հատ սրսկեցին բրծավ, արեցինք վերջացավ։ Այսօր կոչումներ է տալիս նախարարությունը ու շատ հաճախ բոյկոտելով հենց այն մարդկանց շրջանակներում, ովքեր հանդիսանում են այդ ոլորտի ներկայացուցիչը։ Առհասարակ մշակույթի նախարարության այս կամ այն կոչումներին ինչպես եք վերաբերվում։ Ես դրական եմ վերաբերվում, ոչ միայն նրա համար, որ ես կոչում ունեմ, այլ հաճելի է, երբ որ քեզ գնահատում են։ Իհարկե կան կոչումներ, որոնք գնում են ես իմ ստեղ են խոսում, դեղ են խոսում, բան են անում, իրանց ճողում են, որ ստանան բան, դա բնական։ Բայց երբ որ դա իսկապես հանկարծ տեսնում ես, որ քեզ գնահատեցին, հաճելի է։ Կան մարդիկ, որոնք ունենալով կոչում, ասում են կոչումն ինչ է։ Ես շատ հաճախ ասում եմ, դա եթե տես դեմ եք հանձնեք այդ կոչումները, մի ստացեք։ Եթե դա արդար արվի, շատ լավ բան է, շատ ճիշտ բան է, բայց երբ որ տեսնում ես, որ Գլջո Բլջոյանը կոչում ունի եւ ունի մի ինչ-որ իսկապես արժանավոր մարդ նույն կոչում է, արդեն սկսում ես վիրավորվել։ Նիկոլայ Ծատուրյանի հաջողության գրավականը։ Ես շատ եմ ծուլացել, ես առաջ շատ աշխատասեր էի, հիմա ծուլացել եմ։ Եվ ծուլացել եմ ոչ թե տարիքի առումով։ Գիտես ինչա մի քիչ տենց մտածում ես, ասում ես ինչի է Եթե տեսնում ես, որ այդ անհամ սերիալների դերասանները դառնում են բոլորի կողմից ճանաչված բանման, երբ որ չկա չափանիշ չկա, լավի եւ վատի չափանիշները չկան, ժողովուրդը նենց ընդունում բաբան, ասում ես, լավ է, ինչ ուզում են թվանեն, էլ ես գործ չունեմ,
որովհետև երբ որ այդ չափանիշները խախտում են, քո ներսում ինչ-որ նեղված ես զգում, նեղանում ես ինքդ քեզնից էլ, բոլորից էլ։ Նայել եմ, տեսել եմ, ապուշ ներկայացումը բրավո, լավ ներկայացումը բրավո։ Եթե բոլորը բրավո են, դե կեցե հայ ազգ։ Ես հիշում եմ այդ նույն բանը իմ ուսանողության տարիներին ասում եք մեր երկի դասախոսին, ասում եք այ մարդ գալիս ես իմ ներկայացումը որ լավն է, ասում ես բրավո, ներկայացումը որ բանի պիտան չի բրավո, էլ իմ ներկայացումին բրավո չասես։ Ես քանի որ արդեն ինձ հիշում եմ որ ժամանակատվածը քիչ մոտենում է իր ավարտին, ուզում եմ այսօրվա մեր հանդիպումը եզրափակենք լոռեցիների մասին փոքրիկ հումորով, եթե դեմ չեք։ Լոռեցիների մասին ինչ-որ հումոր կհիշեք։ Ոյ կան։ Դե լավ, ուրեմն մի ժամ էլ ձգեք, որտեղ ես մի ժամ գա։ Հարգելի ռեժիսոր, եւս 2 ժամ, լավ։ Հա։ Սոսնա շատ լավ պատմում։ Ուրեմն մեկին դատում են, ասում է Մեղադրյալ Համբարձումյան դատարանը ձեզ դատապարտում է 10 տարվա ազատազրկման։ Մի րոպե, ընկեր դատոր, հետո ռեխդ բացած պես 10 տարի տոպտի նստի։ Համաձայն չի։ Հետո էլի պատմում էր։ Ասում է Լորեցին էշին հարցնում է, դու որ գույնից ես կտաղեմ։ Ասում է կարմիր, ու է։ Սուլին են մոտենում, ասում է դու որից ես կտաղեմ։ Կապույտից, որ կարմիրը ցույց եք տալիս, ինչ ես իրար գալի, որովհետև ինձ էշ շիտեղ եք տալի։ Շնորհակալություն պարոն Ծատունյան, եւս մեկ անգամ, որ այսօր այստեղ եք մեզ համար իհարկե միշտ հաճելի է ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Վաղն եմ գալու, պատրաստ եք։ Հանդիպ չկա, սիրով սպասում ենք։ Դες մաղթում ենք բարի ճանապարհ եւ ասում շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստատեղներ, դուք մնացեք մեզ, հատված սենյակը շարունակվում է, չէ՞ Էդգար։ Անպայման։ Մնացեք մեզ հետ։ Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ կան սննդատեսակներ, որոնց օգտագործումը հատկապես մեր կյանքում կարող է շատ լավ ազդեցություն ունենալ մեր զգացողությունների, առողջության վրա, մասնավորապես սեզոնով պայմանավորված։ Օրինակ, սեզոնի մենք կարող ենք ուտել լոլիկ, վարունգ, չգիտեմ, բայց նաև ոչ սեզոնային ժամանակահատվածում, ասենք օրինակ ձմռանը լոլիկ միանշանակ չի ունենում իր բոլոր այն կարևոր վիտամինային պաշարները, որոնք որ աշնանային կամ համառային լոլիկներն են առաջարկում։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք այս պահին խոսելու ենք մի քանի սննդատեսակի մասին, որոնց օգտագործումը անպայման մեր օրգանիզմում շատ կարևոր է, եւ մենք պետք է պարզապես մշտապես ունենանք մեր սննդակարգում այն։ Օրինակ դրանցից առաջինը հենց սպանախն է։ Շատերը, հատկապես փոքր տարիքի երեխաները չեն սիրում սպանախ, եւ ավելի տարիքային սահման ավելի մեծանալով սկսում են մարդիկ իրենց սննդակարգում վերցնել, օգտագործել։ Հատկապես այն դեպքում մեծահասակներ, եւ որ ասում են սրտի ծակոցներ են ունենում, մկանների ցավեր են ունենում, այս դեպքում են հատկապես կիրառում։ Այսինքն տարբերակով է սիրում համբեսել։ Բոլոր տարբերակներով անկեղ սիրում եմ։ Եվ տապակած աղցանի տեսքով, երբ սոսների հետ գարտա էր ուզում ճշտել։ Ինչ է այդպես ամբողջ հաղորդման ընթացքում ճպ ճշտող աչքերով նայում են Էդգար։ Լավ, գնանք առաջ։ Գնանք առաջ։ Սպանախը ամենաօգտակար այն սննդատեսակներից ու բուսատեսակներից է հարգելիներս, որն իր մեջ պարունակում է բանջարեղենների զգալի վիտամինային պաշարը։ Սպանախ օգտագործելով դուք կարող եք ապահովագրել ձեր սիրտը, մկանները եւ իհարկե անոթները, որոնք եւ սպանախում առկա բոլոր հանքային նյութերը եւ վիտամինային պաշարները պարունակում են։ Բացի այդ, սննդային թելիկները, որոնք պարունակում են այս բանջարեղենում, շատ օգտակար են կանանց մարսողական համակարգի վրա, մասնավորապես կանանց մարսողական համակարգի, որովհետեւ ինչպես գիտենք, այն ավելի թույլ է, քան տղամարդկանց մարսողական համակարգը։ Եվ արդյունավետ հակաօքսիդանտները իր մեջ պարունակում հենց սպանախը, որն էլ անհրաժեշտ է նաեւ հղիների համար։ Այս դեպքում արդեն խոսում է այն մասին, որ պտղի զարգացման համար այն իր կարևոր ներդրումը կարող է ունենալ։ Այնպես որ օգտագործեք սպանախ հարգելիներս, եթե պատրաստում եք մայրանալ։ Բրոկոլին նույնպես շատ են խորհրդալից բժիշկները, այն պարունակում է C, K եւ B վիտամիններ, այն հրաշալի աղբյուր է այդ վիտամինների համար, նաեւ նրանք խորհուրդ են տալիս համեմել այն շատ ուրիշ ուտեստների հետ, հատկապես սպագետիի հետ։
Նաև լոլիկ A վիտամինի լավագույն աղբյուր է, այն հրաշալի հակաօքսիդանտ է, նաև կարող է կանխել քաղցկեղը։ Այո։ Եվ լոլիկը հատկապես բոլոր նրանց է խրախուսում, ովքեր ունեն այրյան պակաս, այրյան ծակավարություն ունեն եւ Հաղինեն նույնպես այն ասում։ Այո, ասում են, որ շատ կարևոր է, բայց իհարկե պետք է հատկապես ուշադիր լինեն այն դեպքում, երբ որ ալերգիկ երևույթներ չկան մարդկանց մոտ, փոքրիկներին էլ չի կարելի իհարկե մինչև 2 տարեկան փոքրիկներին լոլիկ ուտել։ Դե ինչ հարգելի փոքրիկներ ու մեծիկներ, հետևեք ձեր առողջ սննդակարգին, եղեք առողջ եւ այս պայն առաջարկում ենք նաեւ առողջ լինելու մեկ այլ տարբերակ, որն է ծիծաղը։ Դու շատ ես սիրում մեր Սևկավ TV-ի ներկայացուցիչներին։ Այո, չգիտենք ինչ է ուտում Սևկավ TV-ի Ժորիկ Վարդանը, որ այդպիսի եթերներ է ստացվում, բայց ամեն դեպքում ստացվում են այն ինչ ստացվում են։ Հաստատորեն նա գարեջուր անպայման օգտագործում է, ես երբեմն տեսել եմ նրա եթերային սեղանի վրա։ Ինչեր ասես, որ նա չի օգտագործում։ Արի տեսնենք ինչ է օգտագործում։ Լավ, տեսնենք ինչ է օգտագործում։ Մնացեք մեզ հետ։ Այս պահին մենք պետք է արդեն անդրադառնանք տատիկներին, որովհետև տատիկները գրի են առել դեղատոմսեր, որոնց շատ կարևոր ներդրումը կախված է այդ փոքրիկներից, այսինքն փոքրիկները պետք է ներկայացնեն, փոքրիկներ ասելով տատիկների համեմատ ավելի կրտսեր սերունդ է, այդպես մի նայր այդ կարճը։ Դու այսինքն 50-60 տարեկան մարդկանց համարում ես փոքրիկներ։ Այո, մարդիկ կարող են լինեն 80 տարեկան, բայց նրանք 8 տարվա կյանք ունեցող մարդու նման լինեն, աշխարհին այդպես նայեն։ Սա այն դեպքերից է, երբ փիլիսոփայությունը անգամ չի կարողանում փրկել մարդուն։ Գնանք առաջ եւ Այդքան դու ճիշտ է, որ քո տատիկը քեզ այնքան գազար է տվել, որ դու 4 մետր սահման անցել ես։ Այո, ինչպես տեսնում ես, այսինքն Անահիտը ոչ միայն գույները չի կարողանում տարբերել, այլ նաև մետրի առումով տարբեր պատկերացում ունի։ 4-ից ավելին եմ, Անահիտ ջան։ Իսկապես 8 է։ Ասենք 4 մետրից ավելին է, որովհետեւ Անահիտը իրեն շատ վատ չզգա, որովհետեւ նրա մասի պատկերացումները մետրերի մասի շատ տարբեր են։ Այ ես 4 մետրից ավել եմ, Անահիտ ջան, եւ 1.80։ Հա, 1.80-ը 4-ից ավելին է, այո։ 1.80-ը 4-ից ավելին է։ Հարգելի հեռուստադիտողներ, քանի որ Էդգարի ամբողջ կյանքի երազանքն է եղել, որպեսզի 8 մետր հասակ ունենա, հիմա նանդվում է թե հաղթեց, բայց մինչև հաղորդման վերջ հաշիվը չի բացվելու։ Էդգար ջան, դու կարող ես քեզ լավ չզգալ, ինչպես ասում են, որ այդքան բարձրահասակ ես։ Ինչ անենք, թե մենք ցածրահասակ ենք, դա չի նշանակում, որ մենք չենք կարող ներկայացնել տատիկի դեղատոմս։ Ասեմ, որ սա տատիկի դեղատոմսի հետ ընդհանրապես կապ չուներ, բայց պետք է այս բաժնում իրականում լիներ տատիկի դեղատոմսը։ Դրա համար ուզում ես ներկայացնեմ, մինչև Անահիտը ինքն իրեն կգտնի այս հաղորդման մեջ եւ ասեմ, որ 4 ճաշի գտալ գազարի հյութին ավելացնում ենք 1 ճաշի գտալ ճականդեղի հյութ եւ վարունգի 4 ճաշի գտալ հյութ։ Այս միջոցը եւս օգտակար է երիկամներին։ Հարգելի հեռուստադիտողներ, գազարի հյութը իր ազդեցությունն է ունենում բոլոր տեսակներում եւ կարող է լինել 9-1 ցանկացած պարագայում 1 ճաշի գտալ գազարի սերմին ավելացնել 1 բաժակ երացրած ջուր եւ 12 ժամ թրմել, քամել, խմել տաք վիճակում կես բաժակ օրը 5-ից 6 անգամ ուտելուց առաջ այս միջոցը օգնում է երիկամներից քարերից եւ ավազից ազատվելու համար, այսինքն բոլորնանք, ովքեր ունեն երիկամային խնդիրներ, կարող են անպայման օգտագործել գազարի հյութ։ Ովքեր միջոց են փնտրում հարբուխի դեմ, ահա խնդրեմ, հրաշալի միջոց, վերցնել 1 ճաշի գդալ թարմ գազարահյութ, ավելացնել նույնքան ձիթապտղի հյութ, 5 կաթիլ սխտորի հյութ, լավ խառնել եւ կաթացնել քթանցքների մեջ։ Առհասարակ հեպատիտ խնդիրներով հիվանդություն ունեցող խնդիրներով մարդիկ երբեմն շատ խիստ դիետաների են դիմում, բայց գազարն այն տեսակն է, որի օգտագործումը բոլոր դեպքերում խրախուսվում է եւ մասնագետների եւ սննդաբանների եւ բժիշկների կողմից։ Հեպատիտով հիվանդներին շատ օգտակար է, եթե գազարահյութը խառնեն հարգելիներս քերած, խնձորի եւ մեղրի հետ օգտագործեք ամեն օր եւ ձեր լյարդը միանշանակ պաշտպանված կլինի։ Չգիտենք ինչից է պաշտպանում անիմացիոն մուլտիպլիկացիոն ֆիլմը, բայց այժմ ռեժիսորը առաջարկում է այն։ Խնդրեմ դիտենք։ Նայեցեք մեզ հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, ասում ենք բարի լույս, եթե հենց նոր միացրեցիք ձեր հեռուստա էկրանները եւ այս պայն արդեն գտնում եք բաց սենյակում, մենք այս պայն պետք է խոսենք մի քանի ամենաների մասին եւ Էդգարին, քանի որ ամենաառաջինը խոսքը թեման վերաբերում է թող ինչքան միս է ուտում, ես ուզում եմ Էդգարից իմանալ Էդգարը մսակեր է թե բուսակեր։ Քաղցրակեր։ Քաղցրակեր է Էդգարը։ Դե եւ դե որ այդպես են ներկայացում մսակերներն ովքեր են։ Ներկայացնեմ աշխարհում ամենաշատ մսակերը համարվում են նոր զելանդացիները, նրանցից յուրաքանչյուրին տարեկան միջին հասնում է 117 կիլոգրամ միս։ Պատկերացնում եք ինչքան շատ միս են ուտում։ Գարեջուր սիրում ես։ Ոչ։ Չեղջ ես ուրեմն։
Որովհետև աշխարհի ամենաշատ գարեջուր սիրող ազգերը հենց չեխերն են։ 126 լիտր տարեկան չափաբաժով։ Ալկոհոլի ամենամեծ բաժինն ընկնում է հարավաֆրիկյան սպիտակամորթներին։ Նրանք տարեկան խմում են 8.2 լիտր սպիրտ։ Գուցե նրանք սիամորթների մի քիչ փոքրամասնություն են կազմում եւ նրանց դարդից այդքան շատ խմում են։ Այո, թե որտեղից է գալիս հիմքը։ Հարգելի հեռուստադիտողներ, Էդգարը եզմիջ նկատել են, որ անգլիացու այրուն ունի, որովհետեւ նա շատ քաղցրակեր է ու որովհետեւ նման է որոշակիորեն անգլիացիներին, եւ տարեկան 14.1 կիլոգրամ յուրաքանչյուր անգլիացու կոնֆետեղեն է բաժին հասնում, որովհետեւ նրանք աշխարհի ամենաքաղցրակեր ազգն են։ Իսկ ամենասրճասեր ազգը շվեդներն են, նրանք տարեկան նրանցից յուրաքանչյուրը, հա, 12 կիլոգրամ սուրճ տարեկան չէ, 12 կիլոգրամ, կմտածեմ, գուցե հասնեմ այդ սահմանին։ Իսկ նրանք 12 կիլոգրամ յուրաքանչյուրը սուրճ է խմում։ Ես յուրաքանչյուր անգամ այնքան եմ նյարդայնանում այդ գարի հետ եթերում հարգելի բարեկամներ, յուրաքանչյուր օր եմ 12 կիլոգրամ սուրճ խմում։ Կարևորը ամեն անգամ մեր եթերից հետո 12 կիլոգրամ չնիհարես, Անահիտ ջան։ Թե չէ սուրճ խմելը ոչ է։ Հաստատ։ Իսկ գուցե խմելու ջուր անհրաժեշտ լինի ուշքի գալու համար։ Չէ, ես ուղղակի հանձգացում է պետք, որից հետո իհարկե շատ ավելի վիճակը ծանր կլինի, բայց դա ինչ է։ Գազարի հյութում է պետք։ Հարգելի հեռուստադիտողներ, խմելու ջուր ամենի շատ օգտագործում են ամերիկացիները, նրանք օրական սպառում են 2.100.000 տոննա ջուր։ Հիշեցնենք, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է գոնե օրական 2 լիտր ջուր խմի, որպեսզի առողջ լինի։ Ամենալայն ծառուղին գտնվում է Կալիֆոռնիայում եւ նրա լայնությունը 140 մետր է։ Էդգարը ժամացույցներ սիրում է կրել։ Ոչ, որովհետև ես չեմ սիրում ոչ մատանի, ոչ ժամացույց, որովհետև ներվերից նյարդայնումից ես անդադ խաղում եմ, հանում եմ եւ կորցնում եմ։ Ես իմ վերջին, այո, ինչ որ չափ, այո։ Վերջին երևի 3-4 ժամացույցներից ես կորցրել եմ, որովհետև անդադ ձեռս չէի դիմանում, հանում էի, սում էի խաղալը եւ կորցնում էի։ Դա գիտես ինչից է, այդ նույն վախից մատանի չեմ կնում, որ կարող է հանեմ, խաղամ եւ կորցնեմ։ Ճիշտ է։ Դե արի հետո պատասխանես, թե ինչու չկա այդ մատանին։ Հարգելի հեռուստատողներ, իսկ Էդգար հիստերիկ տերմին անպայման օգտագործեցի զուտների համար, որովհետև այն խաղը, որը նա հաճախ սիրում է խաղալ Facebook-ում, հենց արտահայտում է մարդու էմոցիաները։ Բայց ամեն դեպքում նաև շատ հանգստացնում է։ Ծտերն են կատաղած, նրանց կատաղությամբ դու հանգստանում ես։ Ոչ, այստեղ կարող ենք նաև հակառակ տեսանկյունից նայել, որ այդ կատաղած ծտերը միգուցե քեզ վրա վատ ազդեցություն թողնեն։ Էդգար ջան, խնդրում եմ մի կողմ դիր, ավելի լավ ժամացույց կապես։ Անահիտ էլի գույտեր է անում եւ տեսեք հաջորդ գույտը։ Ամենաճիշտ գրիչ ժամացույցը հարգելի հեռուստադիտողները մեխանիկական պատրաստվել է 1955 թվականին Կոպենհագենի քաղաքապետարանի համար ժամացույցի սխալը 300 տարում կարող էր կազմել ընդամենը 0.5 վայրկյան։ Այնքան ճշգրիտ էր աշխարհ։ Այո։ Ուր է թե Էդգարին բաղ լիներ մի քիչ ճշգրիտ ապրերս կյանքում։ Գնացինք առաջ հարգելի հեռուստադիտողներ, Անահիտի խաղաղություն մաղթենք։ Իսկ հիմա արդեն ժամանակն է, որ քարից փափուկ առաջարկենք մեր հեռուստադիտողներին եւ ասենք, որ Ֆորտունա մարզայինի եթերում յուրաքանչյուր վայրկյան, յուրաքանչյուր ժամի կարող եք գտնել ձեզ հետաքրքիր է ձեզ նախասիրություններին համահունչ որևէ հաղորդում եւ իհարկե հետեւել մեզ ամենտեղ ասելով եւ on-line հարթակում 3w.fortuna.tv.am եւ իհարկե նաեւ YouTube-ի մեր տիրույթում Fortuna 1 TV։ Մենք ամենուր ենք, մենք սիրում ենք ձեզ եւ աշխատում ձեզ համար։ Շնորհակալություն, որ այս ժամանակը մեզ հետ եք, մնացեք, շարունակեցեք մնալ Ֆորտունայի հետ միասին։ Բայց արի բարիշենք նոր գնանք։ Բարիշենք։ Բարիշենք, հազար։ Իհարկե այս բարիշելը երկար ժամանակ չի տևում, հաջորդ հաղորդմանը կարող եք տեսնել էլի արդեն։ Բայց դուք տեսեք մեզնից ով էր ամենաբարին։ Մնացեք մեզ հետ։ Մնացեք մեզ հետ։